Պարոն Գալչյան, Ադրբեջանի իշխանությունների հովանու ներքո գործող քարտեզագիրների միավորումը հրապարակել է այսպես կոչված Զանգեզուրի Միչանսկի քարտեզը, որտեղ տեղանունները Հայաստանի ներկայացված են ադրբեջանական ճանապարհներով, ճանապարհի վրա չկա որևէ նշան, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Դուք ինչպես եք մեկնաբանում այդ քարտեզի հրապարակումը, նախ ինչ բնակավայրեր է այդ այսպես կոչված Զանգեզուրի Միչանսկի քարտեզը ներառում։ Ուզում եք ցանու քարտեզի վրա ցույց տանք ստեղծես, որ ինչ է ներառում։ Սա Մեղրիի եւ Պարսկաստանի, Մեղրիի շրջանի Սյունիքի Պարսկաստանի սահմանն է։ Կարմիրը պարսկական մայրուղին է, որ Արաքսի հարավով է գնում, դեղինը Հայաստանի մայրուղի եւ Արաքսի հյուսիսով է գնում։ Դրանց երկուսի մեջտեղում Արաքս գետն է, որի հյուսիսային ափին կա նաեւ երկաթուղի։ Սա Հայաստանի եւ Պարսկաստանի սահմանն է, նույնպես Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի Նախիջևանի սահմանը այդ շրջանում։ Սա սովետական սովորական քարտեզ է, վերցված է սովետական քարտեզների վրայից, միայն թե հայերեն անունների վրա իրենք ադրբեջաներն իրենց տարբերակն են գրել, տարբերակն էլ ավելացրել են։ Դա իրենց գիտելիքն է, իրենց քարտեզի վրա ինչպես ուզում են գրել, ինչ լեզվով ուզում են գրել, բայց անունները հայկական անունները կան այնտեղ են։ Այս քարտեզը, որը ընդհանրապես սովետական մի քարտեզ է, այնքան մանրակրկիտ չի, որ ճշգրիտ տեսնենք, թե այդ երկաթուղին եւ սահմանը ինչ հարաբերություններ ունեն իրար։ Ես որպեսզի ավելի պարզ լինի նրա համար, այդ եվրոպական կազմակերպության քարտեզ կտամ, նույն շրջանի, նույն տեղի քարտեզը, որի վրա ավելի պարզ կլինի տեսնել, թե սրանք որը ինչ է։ Այդ քարտեզը։ Եթե մոտեցնենք այստեղ այդ քարտեզը, ուրեմն տեսեք ներողություն, նույն շրջանի քարտեզն է, կարմիրը Հայաստանի սահմանն է, Հայաստանի սահմանն է, որը հարավում Արաքս գետի հունով է անցնում, Արաքսի վրայով անցնում է Հայաստանի սահմանը։ Արաքսից հյուսիս ստեղ տեղադրված է երկաթուղին, սև սպիտակ գծերը։ Իսկ երկաթուղուց դեպի ավելի հյուսիս կողքը մեքենայի ճանապարհն է։ Սա սովորական քարտեզ է, որը ցույց է տալիս ամբողջ այդ շրջանի իրավիճակը։ Բայց քարտեզը կոչել Զանգեզուրի Միջանց, դա շամբողջովին սխալ մի բան է, որտեղ այդ քարտեզի մեջ որոշ տարածքները անցնում են, երկաթուղին անցնում է Ադրբեջանի տարածքով, որոշը Նախիջևանի տարածքով, որոշը Հայաստանի տարածքով։ Հայաստանի անունով Զանգեզուր շրջանի վրա Զանգեզուրի Միջանցք անունները սխալ են։ Գիտեք ինչ կա, երբ որ 2 օգոստոսի 8-ին ստորագրվեց, նախաստորագրվեց այդ համաձայնագիրը եւ նույնը որն էլ ապա շրջափակման երակոմ ստորագրություններ եղած ծավալքի վրա, խոսվում է, որ երկաթգիծը անցնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Այսինքն Հայաստանի ներսով է անցնում, ինչպես քարտեզի վրա պարզ երևում է, Հայաստանի ներսի տարածքով է անցնում այդ քարտեզը։ Եվ Ալիևը ոչ մի հիմք չունի ասելու, որ Զանգեզուրի Միջանցք է սա։ Զանգեզուրի ճանապարհը, Զանգեզուրի միջով անցնող, որը մենք իրավունք ենք տալու ապագայում, թե ադրբեջանական բեռնափոխադրումները, թե եվրոպական եւ այլ երկրներ, ռուսական փոխադրումները դրանով անցնեն, մեր պայմանով, որ մյուսը այդ տարածքի շարունակությունը, որ Ադրբեջանի տարածքում է գտնվում, այդ երկաթուղին ապա շրջափակվի, մենք կարողանանք դրանից օգտվել։ Հիմա ինչ նպատակով են ադրբեջանցիները այդ քարտեզը հրապարակել։ Ադրբեջանցիները իրենք գիտեն ինչ նպատակով են դա հրատարակել, բայց ինչ նպատակով է մեր ընդդիմությունը այս քարտեզը տարածում ասելով Ադրբեջանը Միջանցքի ուզում է ստեղծել։ Եթե ընդդիմությունը Հայաստանի կողմն է, Հայաստանին է ուզում պաշտպանել, դե Ալիևին բողոքի ասի դուք պարոն Ալիև ստորագրել եք մի պայմանագիր, նախաստորագրել եք մյուսը, երկուսի մեջ էլ այս ճանապարհի մասին խոսում է, եւ ոչ մեկ տեղ Զանգեզուրի Միջանցք անունը գոյություն չունի։
դու ինչ իրավունքով եք երկրի տարածքի վրա ձեր ցանկացած անունը դրել Զանգեզուրի միջանցք։ Դա բողոք պիտի ներկայացնել ընդդիմությունը Ալիևին եւ մեր իշխանությունն էլ նույնը կարող է անի, բայց մեր իշխանությունը կարևորություն չի տվել քարտեզին, որովհետեւ սա անկարևոր մի բան է։ Ընդդիմությունը մեծացրել է եւ Ադրբեջանի քարոզչությունը, որ իրանց ներքին շուկայի համար է սա պատրաստված հավանաբար, տարածում է մեր երկրով, որպեսզի մեր երկրի ներսից էլ դա ընդդիմություն առաջացնի այս գործի համար։ Դա ճիշտ չէ, ճիշտ մոտեցում չէ, ճիշտ հակառակ են գործում օգնելով թշնամուն, տարածելով թշնամի քարոզչությունը մեր երկրի ներսում։ Ով է դիմադիրներից, բայց այդ քարտեզը տարածել եւ օգնել Ալիևին։ Ով որ խոսել է, որ սա Ադրբեջանի միջանցքն է, այսօր դուք ինչու եք այստեղ ինձ այնց հարցազրույց կանգնում, որտեղից լսել եք ինչ որ խնդիր կա սրա արդի, ինձ տեսնում է խնդիր չկա։ Ընդհանրապես չպետք է կարևորություն տրվի սրան, այն նման մի բաների։ Այնքան դուք բայց ձեզի այնքան են դիմե երևի ձեզնից հարցրել, որ դուք էլ ուզում եք իրականությունն իմանալ։ Իրականությունն է դա։ Բայց սա ճանապարհը ցույց է տալիս ճիշտ նույնը, ինչ որ ստորագրված եւ նախաստորագրված պայմանագիրն ու համաձայնագրերն են ասում։ Այստեղ ոչ մի Զանգեզուրի միջանցք գոյություն չունի, բարձրապես երկաթուղի է։ Եթե Ադրբեջանը ցանկանում է այդ երկաթգիծը, որ իր տարածքով է անցնում ստեղում սահմանից Հայաստանի սահմանից դուրս դեպի Բաքու գնացող ճանապարհի վրա ուզում է անուն դնի, թող անուն դնի, ինչ ուզում է դնի, դերի Ալիևի միջանցք անունը դնի, ուզում է ցանկանում է Լենինի ճանապարհ անունը, բայց մեր երկրի մեջ անցնող ճանապարհն դա իրավունք չունի անուն դնելու։ Բայց այն նախորդ քարտեզում իրենք, որ Ադրբեջանի այդ քարտեզագիրները հրապարակել են, դա Հայաստանի տարածքով է անցնում։ Այ Հայաստանի տարածքով անցնում երկաթուղին, երկաթգիծը։ Նույնի սա ճիշտ նույնն է, ինչ որ սա է։ Մենակ դա ավելի փոքրացրած է, խտացված է, այս գծերը իրար են կպել։ Անցակետեր էլ չկար, հա, այդ նախորդ։ Անցակետերը մինչև հիմա գոյություն չունեն։ Քանի որ մեր սահմանը ճիշտ գրված չի, սահմանազատված չի։ Մենք եթե ուզում ենք այս գործն անենք, ճանապարհը բացենք, առաջերտին այս մեկը տոր սահմանը Ադրբեջանի Հայաստանի միջև, մեկը տորը Նախիջևանի եւ Հայաստանի միջև, այս մեկը տորը պետք է սահմանազատվի։ Սահմանագծվի, սահմանազատվի, որպեսզի մենք իմանանք մեր հանցակետը որտեղ կառուցենք, Ադրբեջանն է իմանա իր հանցակետը որտեղ կառուցի։ Մենք որտեղ կառուցենք մեր մաքսատունը, նրանք որտեղ կառուցեն իրենք մաքսատունը։ Թե այստեղ երկու կողմ, թե այստեղ երկու կողմ։ Ուրեմն այդ մեկը տոր սահմանազատումը, այս մի քանի կիլոմետր սահմանազատումը շատ կարևոր է շուտ կատարվի, որպեսզի ապաշրջափակումն էլ իրականացվի, թե չէ առանց դրան ապաշրջափակումը չի կարող իրականացվել։ Բայց այդ օրինակ քարտեզների հրապարակումը չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը հետ չի կանգնել իր պատկերացրած այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից։ Իրավունք չունի հետ կանգնելու, քար իրանք ստորագրել են, որ տես բան գոյություն չունի։ Իրանք նախագահն է ստորագրել այդ պայմանագիրը եւ Պարոն Թրամփին ասաց, որ եթե հիշում եք իր հարցազրույցը հետո օգոստոս 8-ին, երբ որ թղթակցուհին Հայաստանի թղթակցուհին հարցնեք, ինչ կլինի, եթե դրանցից երկու կողմերից մեկը չուզենա կատարել իր հանձնառությունները, Ալիևը ինքը հատուկ շեշտեց, որ մենք աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքում ամենամեծ դիվանագետի ներկայությամբ ստորագրել ենք այս պայմանագիրը, նախաստորագրել ենք այս համաձայնագիրը։ Ով կհամարձակվի դա չկատարել, այսպես բան չի կարող պատահել։ Ալիևը իր խոսքերն եմ կրկնում ես։ Ուրեմն ինչպես է որ ասում Ալիևը իրավունք է տվել Զանգեզուրի միջանցք անունը դրեն այս տարածքի վրա։ Արդյոք մենք չպիտի բողոքենք ասել, որ դա իրավասու չի ստացել այդ գործն անելու, քանի որ քո ստորագրած պայմանագիրը ուրիշ բան է ասում։ Ըստ էս այդ քարտեզը, որ տարածեցին, Հայաստանում ինչ որ ազդեցություն ունեցավ, թե ոչ։ Ես չեմ կարծում Հայաստանում որևէ ազդեցություն ունեցավ, բացի այն, որ ընդդիմությունը դա դրոշակ է սարքել, մեծացնում է այդ խնդիրը, որ դարձնում է խնդիր, չեղած խնդիրը դարձնում է խնդիր, որ տեսեք մենք Զանգեզուրի միջանցքը ընդունել ենք։ Չենք հայտարարում, բայց ընդունել ենք։ Միշտեր ճիշտ դրա հակառակն է։ Չենք ընդունել եւ հայտարարել ենք, որ չենք ընդունել։ Ըստ էս ինչով է պայմանավորված ընդդիմության այդ գործելավոճը։
որ ծլավեջը նրանով պայմանավորված որ օգնեն թշնամուն, որ երկրի իշխանությունները թույլատնեն, որ հետո իրանք ուժի կան եւ իրանք թալանած նախքին թալանածները պահպանեն, հետո նոր թալանած սկսեն։ Այդ վստահությունը ձեզ որտեղից, պարոն Գոլչյան։ Այն որ տեսնում եմ ինչա կատարվել։ Ովքեր են այս պաշտպանության ընդդիմությունը ներկայացուցիչները։ Մի կազմակերպություն, որ դաշնակցությունն է, որ իր ամբողջ նպատակը ազատ անկախ Հայաստան ունենալն է, 19-րդ դարի վերջից դա էր իրաց նպատակը, ազատ անկախ Հայաստանը ունեցանք, իրենց իշխանությունը չեկանք, ուրեմն հակառակեցին, հետո 2022-ի ինձ բյուրոյի որոշման մեջ գրված էր անկախությունը շատ լավ ցանկալի բան է, բայց կարելի է երբեմն դրանից մասնակի հրաժարվել։ Այսինքն մասնակի հրաժարվել տա Ռուսաստանին մեր երկիրը նորից, դարձնել Ռուսաստանի գաղութը։ Դա իրանց կազմակերպության հիմնարար մտածելակի հիմնարար նպատակին ամբողջովին հակառակում է։ Այդ մեկ օրինակը ձեզ մեկ փաստ իրանց հայտարարություններ դա։ Տեսեք, դուք որ ասում եք ուզում է ընդդիմությունը գա եւ իր թալանը շարունակենակ, հիմա Սամվել Կարապետյանն էլ է ուզում գալ իշխանության, բայց նա ինչ թալանելու խնդիր ունի, որտեղ նա Forbes-ի միլիարդատերներից է, ինչ Forbes-ի միլիարդատերներից է նրա համար ուղարկվել են շատ դրամ ունի, ստեղում է դրամի ուժով սկսի հավաքներ կազմակերպել, բայց Սամվել Կարապետյանը իրավունք չունի ոչ մի բան անելու Հայաստանում քաղաքական տեսակետից։ Նա Ռուսաստանի, Կիպրոսի, չգիտեմ ինչի քաղաքացի է եւ 4 տարի էլ Հայաստանում չի ապրել, որ իրավունք ունենա պաշտոն ունենալու, պետական պաշտոն ունենալու, ստեղում ընտրություններին մասնակցելու։ Ուրեմն դա իրավասու չի այդ գործն անելու համար։ Իսկ իրավունքը դրան տալիս է երևի մտածողների ցակին դրամը, գրամագլուխը, փողը։ Այդ մարդը դիվանագիտությամբ չի ստաղել իր կյանքում։ Եղել է թող հավաքող, հարուստ մարդ եղել Հայաստանում է որոշ բարեգործություններ արել է, բայց դա չի նշանակում նա իրավասու է ստեղում քաղաքական կյանքի մեջ մտնել առանց իմանալու ինչ է կատարվում։ Նա պարզապես ինձ թվում է ուղարկվել է Հայաստան, որպեսզի նախկինների չհաջողած է, դա ինքը այս մեկը հաջողեցնի, իշխանափոխություն է դա։ Հիմա տեսեք, այս պայն օպերայի հրապարակում Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքն է։ Դուք կարծում եք, որ նրանք գաղափարի շուրջ չեն համախմբվել։ Ոչ, նրանք դրամի շուրջ են հավաքվել, որոնք փող են ստացել այդ գործին նրան մասնակցելու համար։ Մեծամասնությունը այդ պետք է ասեմ ես, կամ էլ ռուսամետ են, ցանկանում են Ռուսաստանի գաղութը մնալ։ Բայց ինչու պետք է ազատ անկախ երկրում ապրողը ցանկանա ինչ-որ մեկի գաղութը լինի։ Որովհետև իրենց այդ կազմակերպողներից մեկը դաշնակցությունը այդ կարգադրությունն է արել։ Նրանք բյուրոն այդ կարգադրությունն է իր բոլոր անդամներին։ Իսկ ինչու չմտածել, որ իրենք Հայաստանի ապագայի մասին են մտածում, ուզում են լավ լինի Հայաստանի համար։ Բացառում եք դա։ Բացառում եմ դա, քանի որ եթե նրանք ցանկանում են Հայաստանի համար լավ լինի, առաջին հետ դիմացինների առած հակահայաստանյան քայլերը նրանք պետք է բողոքեն դրա դեմ, որը չեն բողոքում, այլ օգնում տարածում են նրանց քարոզչությունը Հայաստանում։ Ինչ նկատի ունեք։ Հենց այս վերջի այս քարտեզի պատմությունը եկեղեցու մասին Փաշինյանը անհատապես կաթողիկոսի, անհատապես մի քանի կղերականների մեջ դեմ բանը հարուցել, խնդիրը հարուցել, նրանք ասում են Փաշինյանը եկեղեցին չի ընդունում իր եկեղեցուն, եկեղեցու դեմ է աշխատում, եկեղեցու դեմ չի, դա սխալ վատ գործանող հոգևորականների դեմ է։ Բայց չի վարկաբեկում այդպիսով իշխանությունը եկեղեցուն, երբ որ ԱԱՑ-ին դիմակավորված ԱԱՑ-ականներին հանում ուղարկում է այնտեղ։ Ես չեմ կարծում, որ վեպանը վարկաբեկում է, երբ որ արդեն եկեղեցին ինքն իրեն վարկաբեկել էր։ Եկեղեցականը, ոչ թե եկեղեցին։ Այդ կղերականները իրենց վարկաբեկել էին արդեն։ Այդտեղ չկա դրանց վարկաբեկելու։ Ինչպես էին վարկաբեկել։ Ինչպես էին վարկաբեկել, կաթողիկոսը որ ուխտ է տվել, որ պիտի պահպանի իր այսպես ասած կապերը իր կուսակրոնությունը։ Այո, իր կուսակրոնությունն ուխտ է տվել Աստծո առջև եւ այսօր կին ունի, երեխաներ ունի եւ այլն ունի։ Ինչպես դա չի դրժել իր ուխտը։ Նա ինքը իրեն չի վարկաբեկել։
Կամ պարոն Աչապահյանը, երբ որ հայտարարեց, որ ես տղամարդ չգիտեմ կյանքումս, որ 2 ամիսից ավել առանց կնոջ կարողանա ապրել։ Այսինքն ինքն էլ ունի այդ նույնը։ Կապեր կանանց հետ։ Ինքն էլ ուխտը դրժել է կուսակրոնության։ Հիմա զուգահեռներ են տանում սովետական միության հետ, ասում են նույն ճնշումներն է եկեղեցու վրա, ինչ այն ժամանակ։ Մի մոռացեք, խորհրդային միությունը հակա թեորի անտիթեորիստ կազմակերպություն, հակաաստված, հակակրոն։ Այստեղ հակակրոն ոչինչ չի կատարվում։ Հակակրոնականների, որոնք վարկաբեկում են հայկական եկեղեցին, նրանց դեմ է խնդիրը։ Դուք հավատում եք, որ կաթողիկոսը կասեր հելեք գնացեք միտինգ արեք Նիկոլ Փաշինյանի։ Շատ հանգիստ կարող եմ հավատալ, այո։ Շատ հանգիստ կարող եմ հավատալ, երբ որ կաթողիկոսը Լոնդոն եկավ, սրանից 25 տարի առաջ երբ էր, որ բրիտանական գրադարանում հայերեն ձեռագրերի ցուցահանդես էր իրան որպես պատվահյուր էին հրավիրել, երբ որ ներսպետակ մտա հանդիպեց համայնքի անդամներին, ինձանից կողմնակի առաջին հարցը որ դրեց, նրանց մեջից մեծահարուստները որերն են։ Ինչներ։ Մեծահարուստները ովքեր են այս ձեր եկեղեցում, ես ձեր ներկաներից։ Կաթողիկոսը։ Այո, կաթողիկոսը ինձանից հարցրեց։ Ձեզ նման հարց տվեց, ասեցիք։ Այո։ Բայց դուք չհետաքրքրվեցիք, ինչու եք հարցնում։ Ինչ գործ ունեմ հետաքրքրվում, մարդը ասի ես չգիտեմ, ես չեմ ճանաչում։ Անձամբ ձեզ հարցրեց։ Այո։ Բայց ինչու էր հետաքրքրված մեծահարուստներով։ Դա իրանից պիտի հարցնեք։ Դուք ինչ զգացիք այդ Ես ոչ մի բան զգացում չտունկում եմ դրա հանդեպ։ Պարզապես կարևորը իրանց համար հարստությունն է, ոչ թե մարդը, հայ ժողովուրդը։ Գտավ ինքը Հարուստ մարդը, չգիտեմ, հավանաբար մեծահարուստների։ ընտրողը կգտնի վերջապես։ Բայց կային այդտեղ մեծահարուստներ։ Ես հիմա չեմ հիշում ովքեր կային, բայց ես ուշադրություն չդարձրեցի այդ բանին։ Դուք ինչ հետևություններ արեցիք կաթողիկոսի այդ հարցից։ Հետևությունները այսօր ձեզ ասում եմ այդքան։ Բայց այնուհանդերձ չեք կարծում, որ ԱԱՑ-ով տենց ցուցադրաբար չպետք է ներխուժել եկեղեցին։ Ես քաղաքական մարդ չեմ ասում, ինչը կառավարությունները, ինչը ես չեմ ուզում ճիշտ եւ սխալն ասեմ, բայց եկեղեցու ասածը կարող արածը եկեղեցականների արածը կարող եմ ասեմ, որ սխալ էր։ Դուք տեսաք են կադրերը, որ հրապարակեց քննչական կոմիտեն Արագածոտնի թեմից, որտեղ դրամներ էր, բենզինի չեկեր։ Նկարներ էր, ես տեսնելիս իմ արագ դուրերի մեջ էր, իհարկե տեսել եմ։ Եվ ձեզ մոտ ինձ հարցեր առաջացան այդ գումարները տեսել։ Հարցերը ես չառաջացամ, հարցերը իշխանությունները դատարանը պիտի տա, ես չգիտեմ։ Ես պարզապես տեսա նկարները դրանց։ Եվ որպես եկեղեցու հետևորդ ձեզ մոտ հարցեր առաջացան, թե ոչ։ Ես առաջին ասեմ ձեզ, որ եկեղեցու ընդհանրապես լուրջ հետևորդ չեմ, քրիստոնյա եմ, ծնվել եմ եւ մկրտվել եմ որպես քրիստոնյա, բայց կարևորություն չեմ տալի եկեղեցականների արածներից, որոնց մեծ մասը իրենց շահի համար է գործանում, ոչ թե եկեղեցի ժողովրդի շահի համար։ Դուք լսեցիք այն ձայնագրությունը, որ տարածվում է լրատվամիջոցներում, որտեղ քննարկում էին կաթողիկոսի կողմից։ Լսեցի։ Արժանահավատ էր այդ, հա, նա։ Դուք ասեք արժանահավատ է թե ոչ։ Կեղծված էր։ Դե ես պետք է նաև երկրորդ կողմին լսեմ, որովհետեւ Ես չգիտեմ կեղծված է թե չէ, բայց ինչ որ է դատարանը կորոշի ինչ է։ Պարոն Ղարչյան, դուք այդ Լոնդոնի որ պատմեցիք, հա, կաթողիկոսին մինչ այդ ճանաչում եք։ Ոչ։ Այսինքն ինքը լրիվ անծանոթ մարդ։ Առաջի անգամն էր հանդիպում էի։ Եվ լրիվ անծանոթ մարդուն։ Ես եկեղեցական խորհրդի անդամ էի այնտեղ, հյուրընկալներից մեկը ես էի։ Եվ անծանոթ մարդուն ամենայն հայոց կաթողիկոսը հարցնում է ովքեր են այստեղ մեծահարուստները։ Բայց դա մի քիչ տարօրինակ չէ, որ կմտնի եւ ասի։ Տարօրինակ եւ այդ այսինքն մտավ ներս թե չէ, միանգամից այդ բանը։ Ոչ, մտավ ներս թե չէ, այդ ընթացքում երբ որ խոսում էին, երբ որ մարդիկ գալիս գնում էին, իրանց շնորհավորում էին եւ այլն, այդ ընթացքում խոսքի մեջ ասաց ինձ։
Դե կարող է վնասված եկեղեցիներ կային, որոնք պետք է վերականգնվեն։ Այ անպայման իհարկե։ Սպասում էին, որ կաթողիկոսը տեղում հարուստ գտնի, մարդ գտնի, որ փող բերի վերականգնի եկեղեցիները։ Դուք այդպես չեք կարծում։ Ոչ, այդպես չեմ կարծում։ Բայց ինչու պետք է մեծ հարուստներ։ Չեմ անվետ իրանից հարցրեք։ Բա եթե չեք կարծում, որ եկեղեցին պետք է վերանորոգել, էլ ինչի համար է պետք է մարդ ման գար հարուստ։ Իրանից հարցրեք, ես այդ եմ ասում։ Ինչի համար է հարուստ ման գալիս։ Ընտրում որ հարուստներին գտնի։ Բայց որ վստահ եք, որ եկեղեցի կառուցելու համար չէր, ուրեմն այլ տարբերակ։ Ես ոչինչի վրա վստահ չեմ, պարզապես ես ասացի, ինչ հարց են տվել ինձ։ Ինչի համար էր, ինչի համար չէր, դա իր գիտնալիքն է։ Տեսեք, ազգային ժողովի նախագահ հայտարարել էր, որ հայկական զորքերը Ադրբեջանի տարածքում վերահսկում են ենթադրաբար 110 քառակուսի կիլոմետր տարածքի։ Այս թիվը ըստ ձեզ իրականությանը համապատասխանում է, թե ոչ հայկական զինվորները Վերահսկում են, այսինքն ինչ, գրավել են։ Վերահսկել տարբեր բան գնա, վերահսկել որ տեսնելն է, դրսում կանգնած տեսնում ես այդքան տարածք։ Չէ, որը Ադրբեջանի տարածքում է հայկական զորք։ Ադրբեջանի տարածքում 110 կիլոմետր հայկական զորք չեմ կարծում լինի, չկա։ Իսկ մոտավոր հայտնի է, դա Նիկոլ Փաշինյանն է։ 4-5 քառակուսի կիլոմետր կարող է, այո։ Իսկ այս մեծ թիվը ներկայացնելը ձեզ ինչով է պայմանավորված։ Ես չգիտեմ ինչով է պայմանավորված, պարոն Սիմոնյանից հարցրեք ինչ է պատահում, տարածքները որտեղ են, ինչ են։ Մեր իսկողից, մեր կոնտրոլության տակ են, թե մենք վերահսկում ենք դրանք։ Չէ, հայկական զորքը, որ գետնի վրա Տեղադրված է, չէ, դες բան չկա։ Եթե այդպեսի լիներ, Ադրբեջանը 100 անգամ միջազգային ատյանները մեծ այնի բարձրացրել էր։ Իսկ այդ ձեր ասած տարածքները որոնք են, որ Միայն Տավուշում այդ շրջանները, որ Հայաստանի մայրուղին անցնում է Ադրբեջանի տարածքով։ Ապահովության համար մենք ժամանակավոր մեր հսկողության տակ ենք վերցրել, մինչև լուծումը գտնենք հողերի փոխանակման այդ ճանապարհով։ Միայն այդքան։ նաև անգլավներն է դա ներառում։ Անգլավները դրան չի ներառում, ընդհանրապես անգլավների գոյությունը հարցական է։ Գոյություն չունեն երեք անգլավ ադրբեջանական անգլավ Հայաստանում, քանի որ դրա համար ոչ մետեղ ոչ մի որոշում չկա։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում ասում էր ապացույցներ չկան, այս վերջերս ոնց որ կարծեք թե նա գտել էր այդ ապացույցներ չկան, բերեք տեսնենք մեկ բան, ապացույց կան միայն Արցախյանը Հայաստանի տարածք է։ Այդ դրանը կա, բայց մյուսներին չկա։ Դա ինչով է հիմնավորվում։ Արխիվային փաստաթղթերով։ Մյուսների համար աշխարհին փաստաթղթ չկա, գոյություն չունի։ Արցախյանի հետ կապված կա անհերքելի է, վիճահարույց չեն, հա։ Այո, դրանք համաձայնագիր կա, որ Ադրբեջանը համաձայնել է, որ հայկական տարածք է, տալիս ենք Հայաստանին այս տարածքը։ Իսկ որ նման հայտարարություններ են արվում, որ հայկական զինուժն էլ ադրբեջանական տարածքներում է, դա վտանգավոր չէ մեր երկրի։ Իհարկե որ վտանգավոր է, դուք այդ հայտարարությունը արեք, տվից հայտարարեք, բերեք դուք ցույց տվեք որտեղ են, որ տարածքներն են դրանք։ Չի գիտակցում իշխանությունը, որ նման հայտարարություններ է անում։ Գիտեք չէ, հայտարարությունը դուք ինչ է բառացի, ասեք ինձ, եթե տեսնեմ ճիշտ է թե չէ։ Դե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ոչ միայն Ադրբեջանն է Հայաստանի տարածքներում, այլ նաև Հայաստանը։ Դրան ես կասեմ, այո, 3-4-5 քառակուսի կիլոմետր մենք ունենք։ Ադրբեջանը ունի 240 քառակուսի կիլոմետրի շուտ տարածք մեզնից գրաված։ Մենք ունենք շուտ 4 քառակուսի կիլոմետր։ Ամեն դեպքում նման քաղաքական հայտարարություն անելը ինչ վտանգներ է հանգեցնում։ Նրան վտանգ են, որ առաջինը բանը տալիս առիթ է տալիս, որ ընդդիմությունը սկսի մեծացնել այդ խնդիրը։ Ընդդիմությունը թե Ադրբեջանը։ Ընդդիմությունը Ադրբեջանի գործն է կատարում։ Ինչ որ Ադրբեջանն ընդդիմությունը նրա մեծացնում է, հանձնում է ստեղ մեր հայրությանը։ Մինչ հիմա այդ է եղել։ Եվ պարոն Գալչյան, այս օրերին Կարսի պայմանագրի հերթական օրներ հոկտեմբերի 13-ը
Ինչ է կարծում պետք է դրան վերադառնալ թե ոչ կա Ես չգիտեմ, բաստաբաններից, իրավաբաններից եւ այդ մասնագետներից հասրեք մանհատ կա, որ դրանցով զբաղվում է ռուսահայ մեկը կա, որ դրանով զբաղվում է, անունը չգիտեմ, չեմ հիշում ինչ էր։ Ինչ որ է, դա իմ անելիքը չի, իմ ասելիքը չի, ես կապ չունեմ դրանց հասցին։ բայց դա իրավական տեսակետից արժումա թե չդի։ Այն որ ստորագրողները իրավասու չէին այդ բաները ստորագրելու, դա փաստ է։ Բայց արդյոք միջազգային դատյանները ինչպես կընդունեն, դա արդեն տարբեր խնդիր է։ Օրինակ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում է, ես որ լինեմ Հայաստանի վարչապետ, կասեմ Վլադիմիր Վլադիմիրիչ, Ղարսի Նախիջևանի հարցը ինչ եղավ։ Դա հարցնի հիմա էլ հարցնի։ Հարց տալու խնդիր չունի։ Հիմա էլ կարող է հանգիստ հարցնի Պուտինին որպես քաղաքապետ այդ շրջանում ապրող։ Ինչու՞ չի հարցնում։ Հարցապես իրատեսական է, որ մենք այդ տարածքները ինչ որ փուլում հետ կստանանք, որ հիմա այդ հարցերը առաջ են քաշում։ Ներկա պայմաններում ոչ։ Եվ սահմանազատման հետ կապված աշխատանքները ինչպես է գնահատում, թե դրանք ընդհանրապես չկան, որ գնահատելու առիթ է լինում։ Վստահ կան, բայց ես տեղյակ չեմ ինչքան առաջադիմություն ա եղել դրանց մեջ, որտեղ պարոն Գրիգորյանն է դրանով զբաղվում, դա էլ հանրության մեջ ազատ կերպով չի պատահում, մանրամասնությունները բացատրվում, ինչ է կատարվում, բայց գիտեմ, որ հանդիպումներ եղել են, լինում են, ինչ են խոսում, տեղյակ չեմ բոլորովին։ Բայց եթե չի խոսվում, սա չի նշանակում, որ ոչինչ էլ չի արվում։ Ոչ, չի նշանակում ոչինչ չի արվում, չի էլ նշանակում, որ բան է արվում։ Մենք չգիտենք, պարզապես չգիտենք, տեղյակ չենք ինչ է կատարվում։ Դա պատասխանատուն կազմակերպությունների ամանահատները պետք է իմանան եւ եթե իրավունք ունեն բացահայտեն, եթե չէ, չեն բացահայտի։ Այսինքն չստացվեց, որ Տավուշում հայկական կողմը գնաց սահմանազատման, տարածքներ տվեց Ադրբեջանին եւ գործընթացը անորոշության մեջ է։ Տարածքները մենք տվեցինք Ադրբեջանին, որ մենք գրավել էինք Ադրբեջանից։ Մերը չէր։ Վերադրացեցինք իրենց։ Դա տարբեր խնդիր է կան տարածք ունենալը տալը։ Տավուշում մենք ոչ մի տարածք չենք տվել Ադրբեջանին։ Այնուհանդերձ տարածք տրվել է, Տարածքը մեր գրաված տարածքը վերադարձվել։ Դե թող ջերմուկի հետ փոխարինեին։ Փոխարինեին։ Առաջարկեք այդ սահմանազատման կազմակերպությանը, այդ կոմիտեին այդ գործով զբաղվի։ Սա արդյոք սխալ մարտավարություն չէր սահմանազատման գործընթացում։ Ոչ, սխալ ոչ, որովհետեւ քանի որ քանի քառակուսի կիլոմետր տարածք ենք վերցրել, այդքան հետ տվեցինք Ադրբեջանին, փոխարենը ունենք այդ նույն տեղում ունենք այսօրվա արդեն պաշտոնական մեր սահմանազատված տարածքի 12 կիլոմետրը։ Եվ ունենք օկուպացված տարածքներ ջերմուկում, Ադրբեջանը ունի օպեկացրած տարածքներ ջերմուկում, հանդում, չգիտեմ, սպիտակ սև լիճում եւ տարբեր տեղեր։ Հիմա չի ստացվում, որ իրենք չտվեցին մեր տարածքները հետ, մենք այն տարածքները, որ ինչպես դուք եք ասում, գրավել էինք, վերադարձվեց եւ արդյունքում հիմա Հայաստանը չունի իր ձեռքը գործիք, որ Ադրբեջանի հետ հավասար հետ խոսա։ Հավասար չունենք, մենք տեղ չենք գրավել որ տանը։ Մենք չենք Ադրբեջանն է եկել մեր հողը մտել գրավել, ինքը լավ գիտեր, որ երբ որ 2021 թվին իր սահմանին կանգնած էր, հետո առաջ եկան Հայաստանի տարածքը գրավեցին, իրենք գիտեին որտեղ է իրանց սահմանը։ Եվ այսօր գիտեն, որ իրանց սահմանը որտեղ է։ Դրա համար առաջի գիտեն, որ 240 կիլոմետրի շուրջ առաջ են եկել մեր երկրից տարած հայկական ինքնիշխան տարածքներից են գրավել։ Եվ եթե ցանկություն ունեն խաղաղություն հաստատելու բարեկամական կապեր ունենալու, ոչ թշնամական կապերը վերացնելու, այլ այդ առաջի երթին այդ տարածք գրաված իրանց տարածքները պետք է վերադարձնեն մեզ։ Հիմա իշխանությունների ակնկալիքն այն է, որ այս սահմանազատման գործընթացում այդ
բոլոր խնդիրները իրենց տեղն են ընկնելու, հա, տարածքների հետ վերադարձի եւ այլնի հետ կապված։ Բայց եթե այս տեմպերով պետքա շարունակվի, դա ոչ 1000-րդ տարում օրինակ ականատես կլինի հայ ժողովուրդը դրա։ Եթե այս տեմպով առաջ գնա, հայտնի չի, քանի որ դեռ ոչ մի հայտարարություն չի արել, բայց ընդհանրապես սահմանազատումը, եթե քանի որ խնդիրներ ունենք, որ ճանապարհը ինքը սահմանն է որոշ տեղերում, Սյունիքում, դա ինձ թվում է 10-ից 20 տարի կտևի այդ խնդիրը լուծելու։ Այս տեմպերով թե որ ինտենսիվ սկսեն Չէ, այս տեմպերը չգիտեմ ինչ է, նորմալ եթե աշխատեն, այդքան կտևի։ Տեսնում եք, բայց Ադրբեջանի կողմից Ես չգիտեմ Ադրբեջանի ինչ գործ է անում, չգիտեմ մեր այդ կոմիտեները ինչ գործ են անում, հետեւաբար նորից հարցը մի տվեք։ հակված է Ալիևը սահմանազատված սահման ունենալու։ Հավանաբար ոչ։ Ինչու՞։ Որովհետև ցանկանում է Հայաստանին միշտ դժվար վիճակի մեջ պահելու, չէ, դա խնդիրները ոչ թե լուծելու, այլ մեծացնելու։ Շնորհակալություն, պարոն Գալչյան, հարցազրույցի համար։